Տարբեր խնդիրների առկայության պարագայում մենք բոլորս հակված ենք ավելի բարդ լուծումներ փնտրել, այն պարագայում, որ շատ հաճախ պարզ լուծումները շատ ավելի մոտ են եւ ավելի աշխատող։ Եվ այդպես տիբետյան ավանդական բժշկության խորհուրդները հիանալի են տարբեր դաշտերում։ Այսօր կփորձենք տեսնել, թե ինչ վարժություն մենք ունենք գլխի համար։ Այս վարժությունը ոչ միայն հանում է ստրեսը, ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլ նաև լավացնում է էներգիաների հոսքը եւ դրանով բերում է ստրեսի թոթափում, բերում է ընդհանուր հանգստություն եւ մենք կարողանում ենք նորովի կենտրոնացած վերադառնալ մեր գործերին։ Եվ այդպես տեսնենք մեր առաջի վարժությունը։ Դնում ենք մատները ճակատի կենտրոնին եւ ձգելով ուժեղ տանում ենք դեպի քունք։ Այնուհետև իջեցնում ենք, ձգելով նորից, ականջների կողքով տանում ենք ամբողջ վզի հատվածով, բերում ենք հետ մեջքին, ինչքան կարող ենք եւ ձգելով նորից բերում ենք դեպի կրծքավանդակ։ Ամբողջը հնարավորինս ուժեղ սեղմելով եւ ձգելով։ Ինչպես ասեցի, սա հիանալի վարժություն է, որը միանգամից հանում է ամբողջ դարվածությունը գլխից եւ անգամ վզի հատվածից։ Եվ այդպես երկրորդ մեր վարժությունն է այսօր դնում ենք մատները գլխի վրա եւ մատների բարձիկով ամբողջ գլխի մակերեսը փորձում ենք մերսել։ Միակ հակացուցումը դա գլխի մեջ առկա հնարավոր գոյացություններն են։ Մնացած բոլոր պարագաներում սա հիանալի վարժություն է, որ ոչ միայն թոթափում է ստրեսը, ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը եւ ոնց որ մեր համար այլ ավելի կարեւոր էներգիաների հոսքը, այլ նաեւ բարելավում է անգամ մտավոր ունակությունները, եթե դա հնարավոր է։ Եվ ավարտենք առողջություն բոլորին։ Տեյաթա օմ բեկաձե մահա բեկաձե ռաձա սամունգատե սուահա։ Վճարովի անհատական խորհրդատվության հնարավորություն։ Գրանցվելու համար զանգահարել 091 751 750 հեռախոսահամարով։